Փառք Տիրոջ այս հրաշալի օրվա համար, ամեն։ Բարով ենք եկել Տիրոջ տուն, օրհնյալ է մեր Տերը, ամեն։ Սաղմոս 2-ն այսպես է ասում. Եթե Տերը մեզ հետ չլիներ, թող ասի Աստծո ժողովուրդը։ Եթե Տերը մեզ հետ չլիներ, մարդիկ մեզ վրա վեր կենալիս, ապա կենթանի կուր կտային մեզ, նրանց բարկությունը մեզ վրա բորբոքվելիս։ Ապա ջրերը կթաղեին մեզ, և հեղեղը մեր անձերի վրա անց կկենար։ Ապա գորոշ ջրերը անց կկենային մեր անձերի վրա։ Օրհնյալ լինի Տերը, որ մեզ ворց չտվեց նրանց ատամներին։ Մեր անձերը ինչպես ցիտ պրծան որսորդների որոգայթից, որոգայթը փշրվեց և մենք պրծանք։ Մեր օգնությունը Տիրոջ անունովն է, որ արավ երկինքն ու երկիրը։ Հավատացողը կասի ամեն և հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը, մեր պահապանը, որ մեզ պահում է, որ մեզ օրհնում է։ Դրա համար բարի է գոհանալ Տերից և սաղմոս ասել նրա անվանը։ Ասենք, որ Տերը բարի է ամեն օր, ամեն պահ, ամեն վայրկյան։ Եթե անգամ մենք չենք գիտակցում, չենք հասկանում, բայց Տերը մեզ պահում է ամեն վտանգներից և ամեն վայրկյան նա մեզ հետ է։ Ինչպես խոստացավ և ասեց. ահա ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Կողքինից զորացրու և ասա. ահա Տերը քեզ հետ է մինչև աշխարհի վերջը։ Օրհնյալ է մեր Տերը։ Եկեք ցնցանք և ուրախանանք, որովհետև Տերն է մեր ապավենը և մեր զորությունը։ Հալելույա։ Երջտա և անգամ լույսի շող չկա, հավատա, որ բարի կհատիժան շուտով, որ կյանքում ինչ որ կա նույնը չի մնա։ Մեզ կան հույս, երբ լսածողները մենք են, ու սիրո մեջ ողջունները վստահում են, և ունեն մեկ հավատ, մեկ Տեր ու մեկ ճանապարհ, և գիտեն ապրել ակար։ Մեր Տերը, մեզ հույս կա սիրելիներ, որովհետև մեզ հույս տվողը Տերն է։ Օրհնյալ է մեր Աստվածը, ամեն։ Փառք քեզ Տեր։ Բարի է Տեր, ամեն պահ, սիրտ լեցուն
Amen. Բարիթե Amen. Տերը բարի է սիրելիներ, և նրա ողորմությունը հավիտյան, և նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ, և Տեր ասում է, մի վախեցիր, ես քեզ հետ եմ, հալելույա, զորավոր Աստված ունենք, Տեր ունենք, Հայր ունենք հոգատար, ամեն, օրհնյալ է մեր Տերը, Minch jump
Բարձր դավանենք և ասենք Եկեք ավելի բարձր ծափարենք մեր Տիրոջը, ով խոստացել է, որ երբեք մենակ չի թողնի մեզ, օրհնյալ է մեր Տերը, սքանչելի Աստված։ Օրհնյալ է մեր Տերը։ Լավագույն հույս ունենք, լավագույն խոստում ունենք, կարող ենք առաքյալի նման ասել, ինչը մեզ կկանգնեցնի Աստծու Քրիստոսի սիրուց։ Ոչ մի դժվարություն, ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ, ոչ մի հիվանդություն, որովհետև դու խոստացել ես Տեր, որ մի օր այո պիտի քո երեսը տեսնեմ այնտեղ, որ ոչ ցավ կա, ոչ տառապանք, և դու հավիտենական կյանքն ես մեզ համար պատրաստել, Տեր։ Ուստի մենք մեր ձեռքերը պարզածվեր, մեր հայացքները մեր անձերը ծարավ են քեզ, ծարավ են քո ներկայությանը, Տեր, ծարավ են քո ճշմարտությանը, Տեր։ Ինչպես որ եղջերուն փափագում է ջրի վտակներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ ով Աստված, իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ կգամ և նրա երեսի առաջին կերևա, մեր անձերը ծարաված սպասում են քեզ, սպասում են քո գետերին, քո ջրերին, քո օրհնյալ ջրերին, կյանք տվող ջրերին ենք սպասում, Տեր, մենք ծարավ ենք, Տեր, ծարավ ենք քեզ, Տեր, ծարավ ենք քեզ, Տեր, հագեցրում ես քո կենդանի ջրի աղբյուրներով, հագեցրում ես, Տեր, Տեր, ծարավ եմ քեզ, և չունեմ մեկի քեզնից բացի, հոգիս տենչում է քեզ, ինչպես եղջերուն ջրերին, հիմա կանչում եմ քեզ, տար ինձ Տեր պարքից սրաները, հղվիր Տեր ինձ վրա, սորություն դուր ինձ կանգնել, դեպի քեզ աղաղակել, գետերից առավել, անձրևներիդ կարով, կենաշում հոսիներ մեր, նորից կանչում են, Տեր ծողիր քո փառքը, քո ներկայությունը, թող լցվի այս հայը սրբությամբ, թող լցվի այս հայը
երեսը քո ջախրել բարձունքներում երկինքն ի վեր հիմա կանչում եմ քեզ քո սիրով շնորհքով լցվում ես Տերից վրա և ձեռքի գործերը քո դեպի քեզ կհավաքեմ գետերից արավել անձրևներիդ կանով երաշուր հոսի մեր մեջ նորից կանչում Բարձրացրենք մեր ձայնը վեր և ասենք Գետերից արավ եմ հագեցու քո կենդանի ջրով Գենաշուր հոսի մեր մեջ նորից կանչում եմ Տեր ծովի քո փառքը քո ներկայությունը թող լցվի Գետերից ծարավ եմ անձրևներիդ կարով Գենաշուր հոսի մեր մեջ նորից կանչում եմ Տեր ծովի քո փառքը քո ներկայությունը թող լցվի այս վայրը Մեր անձերը թող լցվեն սրբությամբ, որպես տաճարներ քո սուրբ հոգու, թող լցվի այս վայրը, մեր տաճարը սրբությամբ, Տեր, որտեղ դու կբնակվես քո փառքով ու քո զորությունով, Տեր։
Ծարաված եմ քեզ Այո Տեր Ինչպես չորացած հողը կսպասի անձրևներին այնպես մենք չորացած հողի պես ասում ենք հեղիր մեր վրա քո անձրևները Տեր սպասում ենք քեզ սպասում ենք քեզ սպասում ենք քո անձրևներին Տեր Օ Հիսուս Չեմ ուզում լինել աղբյուր չորացած Խնդրում եմ քեզ Հագեցրույց ջրերով քո կենաց Հողից չորացած Վերանում են բնություն ու այգի Ես չեմ ուզում ապրել առանց քո ջրի Ծարաված եմ խնդրում հորդարատ անձրևի Զորություն Դու ես խոստացել ես տալու Չորացած հողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձնևի Զորություն Սուրբ Հոգու Դու մեզ խոստացել ես տալու Չորացած հողի պես Պապագում ենք հորդարատ անձնևի Չորացած հողի պես Պապագում ենք հորդարատ անձնևի Մի նահանջի Չի հաղթի մեզ էլ երաշտը ճանի Ես կհասնեմ քեզ բարձունքը երկրի Մի վարանի Եդարձի ճանապարհները չկան Դու ուրիշ տեղ երջանկություն չես գտնի Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձրևի Զորություն Սուրբ Հոգու Դու մեզ խոստացել ես տալու Չորացած հողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձրևի Զորություն Սուրբ Հոգու Դու մեզ խոստացել ես տալու Չորացած հողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Չորացած հողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձրևի Զորություն Սուրբ Հոգու Դու ես խոստացել ես տալու Չորացած հողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձրևի Այո Տեր
Չորացածողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Չորացածողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Չորացածողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Տեր, մենք քո կարիքը ունենք Մենք խոստովանում ենք, որ քո կարիքը ունենք, Տեր Շատերիս կյանք հայոց չորացել է, Տեր Մենք քո անձրևների կարիքը ունենք Բացիր երկնքի պատուհանները Եվ թող քո անձրևները տեղան, Տեր Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձրևի Սորություն, Սուրբ Հոգու Դու ինձ խոստացել ես տալու Չորացածողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձրևի Զորություն, Սուրբ Հոգու Դու ինձ խոստացել ես տալու Պապագում ենք ես Ծարաված եմ խնդրում Հորդարատ անձրևի Զորություն, Սուրբ Հոգու Դու ինձ խոստացել ես տալու Չորացածողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Չորացածողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Չորացածողի պես Պապագում ենք հորդարատ անձրևի Այո եւ ամեն Տեր, օգնիր մեզ, որ մենք կարողանանք այդպես չորացած եւ ծարաված սպասենք քո ներկայությանը, Տեր։ Եվ քո անձրևները թող թրջեն մեր ներսը, Տեր, մեր ամբողջ ներքն աշխարհը եւ կարողանանք մեծ արթնություն ապրել, Տեր, եւ կարողանանք քո անունը տարածել ամեն տեղ։ Անուն, որ բարձր է ամեն անուններից, անուն, որի առաջ են խոնարհվում բոլոր ցանկերը։ Թող որ այդ անունը սուրբ լինի մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք քեզանից։ Փառավորվի հավիտյանս։ Ամեն։ 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 Մեր եկեղեցու սովորության համաձայն կուզենամ մեր երեխաներին կանչենք առաջ եւ օրհնել նրանց։ Վստահ եղեք, այն ինչ որ հրճակում եք այս երեխաների կյանքում, դա իրականություն լինի դառնա։ Ես փառք եմ տալի Տիրոջը իմ երեխաների համար, որովհետև նրանք ծնվել են հավատքի մեջ եւ հիմա ծառայում են Տիրոջը։ Սրա համար օրհնեք ձեր երեխաները եւ մի դադարեք նրանց օրհնելուց եւ խնդրելուց Տիրոջ պաշտպանությունը եւ ներկայությունը նրանց կյանքի մեջ։ Շնորհակալ ենք մենք քեզանից Հայր, այս պարգևների համար, որ տվել ես մեզ, այս գանձերի համար, որ տվել ես մեզ, Տեր։ Մենք իրավի խնդրում ենք, որ դու օրհնես ամեն մեկին, որ նրանք մնան հավատքի մեջ եւ լինեն քո ձեռքին անոթներ, որոնց դու կօգտագործես քո փառքի, քո անունի համար, քո անունի բարձրացման համար, Տեր, քո խոսքի տարածման համար, Տեր, թող նրանցից ամեն մեկը դառնա լուրջ ծառայող, լուրջ գործիք քո առաջ, Տեր, քո փառքը հռչակելու, քո փառքը ներկայացնելու, Տեր, եւ մենք խնդրում ենք քո պաշտպանությունը նրանց վրա, Տեր։ Դու ասում ես ինչպես Երուսաղեմի կողքը սարեր կան, նա շրջապատված է սարերով, այնպես դու լինես այս երեխաների կյանքի մեջ, շրջապատես քո ներկայությունով, Տեր։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք այս սերունդի համար, որ դու տվել ես մեզ։
Եվ քո անունով օրհնում ենք այս սերունդը Տեր։ Եվ ուզում ենք որ այս սերունդները հարյուրներ, հազարներ եւ միլիոնավորներ դառնան քո զորած անունով։ Թող փառավորվի քո սուրբ անունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն, ամեն, ամեն։ Միջև կնստենք, սերներ, մեր եկեղեցում նաև ունենք ծառայություն, աղոթելու նրանց համար, ովքեր ունեն հոգսեր, ունեն խնդիրներ, պրոբլեմներ, նաև ունեն գոհություն, որ կարող են գոհություն տալ, փառք տալ Տիրոջը, որ Աստված նրանց կյանքի Աստվածն է իրենց բոլոր օրերի մեջ։ Գիտեք, գոհությունը նաև հետաքրքիր մի բան ունի իր մեջ։ Երբ որ մարդը գոհանում է, ինքը ուզում ասի. Տեր, դու արդար ես քո բոլոր գործերում։ Իմ կյանքի մեջ պատահած բոլոր պարագաների մեջ դու արդար ես, ես գոհանում եմ քեզանից։ Որովհետև Աստված մեր Աստվածն է մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Իհարկե հոգսերն էլ, խնդիրներն էլ դրանք ճանապարհ են Տիրոջը ավելի ճանաչելու։ Նրա համար չէ, որ դու կոտրվես, ջախջախվես, ընկնես։ Դա նրա համար է, որ կարողանաս պայքարես, պատերազմես եւ հաղթես եւ մի նոր ձևով Տիրոջը ճանաչես։ Սուրբ Գիրքը ասում է, մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ։ Այլ ով կհիշեցնե, ինչի հետ է։ Իշխանությունների հետ, պետությունների հետ։ Այս երկրավորի մասին չի խոսքը, սերներ։ Սատանայի այդ ոգիների դեմ է, սերներ։ Փոխանակ են, որ մենք հասկանանք, երբ որ գալիս են ինչ որ խնդիրներ մեր կյանքի մեջ, մենք ոչ թե պետք է պաշտպանվենք, որ ասում են խեղճանանք, կոտրվենք, նեղությունը մեզ ուղղակի նկուն անի, այլ մենք կարողանանք թոթափվել, հելնենք ու սկսենք պատերազմ անել։ Հերու վանել այն ամենը, որ մեզ պատում են, նեղություններն ու դժվարությունները, խնդիրները, ինչ որ կա քո կյանքի մեջ, հիվանդությունները։ Աստված տվել է մեզ իշխանություն։ Ահա ձեզ տալիս եմ իշխանություն, սերներ, ասում է Սուրբ Գիրքը։ Տվել է ամեն իշխանությունը մեզ։ Տվել է եկեղեցուն։ Ուստի եկեղեցի լուսավորվիր եւ կարողացիր ոչ թե պաշտպանվես, այլ պատերազմես, հարձակվես հաղթող դուրս գալու համար։ Սրա համար թող այս հոգսերը, այս նեղությունները եւ քո կյանքի մեջ եղող նեղությունները քեզ երբեք չընկճեն։ Այլ դու կարողացիր իմանալ, որ թիկունքումդ Տեր ունես, հայր ունես, հայր Աստվածը դա մեծ բան է, սերներ, հայր, նա քո հայրն է, Տեր ասեց, ոչ մեկ իմ ձեռից չի կարող քեզ խլել, ինչը պիտի մեզ բաժանի է, Քրիստոսի սիրուց, ինչպես Էմին եղբայրը ասեց, ինչը կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուցը, ոչինչ, սերներ, թե որոշները ասում են մեկ բան կա այնտեղ, որ չի գրված, միայն մեղքը կարող է բաժանել մեզ։ Բայց ոչ նեղություններ, ոչ դժվարություններ, ոչ խնդիրներ, ոչ հիվանդություններ, ոչինչ մեզ չի կարող բաժանել Քրիստոսի սիրուցը, սերներ։ Որտեղ Աստված մեզ հավիտենական սիրով է սիրել։ Շնորհակալ ենք մենք քեզանից, Հայր, քո առատ ողորմությունների համար, որ անում ես մեր կյանքի մեջ։ Նաև գոհանում ենք քեզանից այն դժվարությունների համար, որ պատահում են։ Դրանք պատճառ են, որ մենք կարողանանք նոր հաղթության հասնել, Տեր, պատերազմել, պայքարել եւ հասնել հաղթության, Տեր։ Եվ նորովի քեզ ճանաչել եւ հասկանալ, որ դու արդար ես, դու բարի ես, դու սուրբ ես, դու հավատարիմ ես, ով Տեր։ Շնորհակալ ենք քեզանից։ Օրհնում ենք, մեծարում ենք քո սուրբ անունը, որտեղ իրավի որ դու արժանի ես։ Փառավորվիր հավիտյանս։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ, մի քանի րոպեներ նստեք, շնորհակալ ենք փառաբանության խումբ։ Անցայի այս բաժնին
Ինչու ենք մենք խոսում ամեն անգամ, որովհետև հարկ է որ կարողանանք հասկանալ, որ մի բան պետքա ձևավորվի մեր մեջ։ Ես միշտ ասել եմ, իմ խոսքս, անձամբ իմ խոսքս չի վերաբերվում այստեղին, որ մենք գիտեք, այստեղ անպայման ընծանք գցենք կամ վերջ-վերջո ինչ-որ բաներ անենք։ Ինձ ավելի կարևոր, այսպես կարելի ասել, միտք ու իմաստություն կա, որ դուք ամենքս կարողանանք մեր կյանքի մեջ ի գործ դնել Տիրոջ մեծ սերը, Տիրոջ մեծ ողորմությունը, նրա առատաձեռնությունը, նա առատաձեռն է, այսպես ասում Սուրբ Գիրքը, եւ կարծում եմ, որ նրա զավակները, որ ունեն Տիրոջ բնությունը, նույնպես առատաձեռն պետք է լինեն։ Հետաքրքիր մի տարբերակ կա սերներ գրված Կորինթացիս թղթում, գիտեք, որ առաջի դարում նեղությունները շատ մեծ էր, հալածանքները շատ մեծ էր։ Եվ ցավոք նկատելի է այս վերջին ժամանակներում, որ ինչ որ խնդիրներ սկսում են այսպես զորանալ։ Այս վերջերս մեծ անհանգստություն կար, օրինակ Ռուսաստանի Դաշնության մեջ, եղբայրները հատուկ նաև կոչ են արել աղոթելու, որտեղ օրենքներ են ուզում ընդունել, որոնք լուրջ խնդիրներ կարող են առաջացնել մեր քրիստոնեական աշխարհին։ Ցավոք ընդհանուր այն աստիճանի, որ տներում, սեփական տներում, բնակարաններում իրավունք չկա աղոթք անելու, լսում եք ինչ այսպես օրենքա դուրս գալիս։ Սուրբ Գիրքը ասում է սատանայի խորհուրդը այդ զորանում է։ Ինչ որ բաներ կատարվում են սիրներ։ Եվ եղբայրները անհանգստացած են եւ խնդրում են ոչ միայն Ռուսաստանի տարածքի, այլ ամբողջ աշխարհի, այսպես քրիստոնյաները կարողանան աղոթքի ձայն բարձրացնել, որ այս օրենքը չկատարվի, որտեղ դրանք լուրջ խնդիրներ կարող են առաջացնել քրիստոնյաների մեջ։ Սրա համար, սերներ, Տերը օգնի, որ մենք կարողանանք գիտակցել, մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Ինչքան էլ ուզենք թե չուզենք մտածելու, տեսնում ենք մեր 4 կողմը ինչ է կատարվում։ Չէ՞։ Ամեն օր լսում ենք պատերազմների մասին։ Այն որ մտածում էիր, հեսա օրինակ, չէ, անընդհատ սպասում էին, ենթադրենք Պարսկաստանն ու նահանգները պետք է իրար հետ այսպես կռիվ անեն, մեկ էլ բոլորին, այսպես ասում են, պատահական այսպես իմաստով տեսնում են, որ չէ, Պակիստանը եւ Աղվանստանն են ավելի շուտ կռիվ սկսել։ Չպիտի այնտեղ կռիվ լիներ, ոնց որ թե այս կռիվը պետք է լիներ։ Սուրբ Գիրքը ասում է, որ պատերազմների լուրերը անընդհատ լսվելի են։ Եվ տարածաշրջանում սերներ մեր ցավոք տեսնում ենք լիքը պատերազմներ։ Եվ հասկանում ենք, որ վերջին ժամանակներում ենք ապրում։ Իհարկե, առաջի դարում կար հալածանքներ եւ մեծ հալածանքներ, ասեմ ձեզ։ Շատ ահավոր հալածանքներ այն աստիճանի, որ քրիստոնյաները չէին կարողանում աշխատել։ Նրանց կամ աշխատանքի չէին ընդունում, կամ ուղղակիորեն տարբերակ չունեին աշխատելու։ Եվ ցավոք շատ ընտանիքներ ընկած էին, այսպես կարելի ասել, ֆինանսական խնդիրների մեջ։ Թե Երուսաղեմում, թե Մակեդոնիայում, ինչպես հետագայում կարող ենք նայել սերներ, թե էլի ինչ որտեղ էր, հալածանքը մեծ էր, նեղությունը մեծ էր, օրենքներ էին դուրս եկել, քրիստոնյաները չէին կարողանում այդ օրենքներին, այսպես ասում են, դեմ կենալ, որովհետև կամ պիտի կատարես, հոժարվես, հələ պատկերացրեք, ձեր տունը ենթադրենք աղոթք չանեք։ Օրենք է դուրս եկել, Նաբուկոդոնոսորը օրենք անեց, չէ՞։ Հիմա ինչ անենք, ենթարկվենք, թե չենթարկվենք այդ օրենքի։ Դանիելը սովորության համաձայն օրը 3 անգամ աղոթք էր բարձրացնում։ Դա իր սովորությունն էր։ Նա չէր ընկճված։ Օրենք են ընդունում, թող ընդունեն։ Կյանքս պիտի խլեն, թող խլեն։ Բայց ես չեմ կատարելու։ Սետրակ, Միսակ, Աբեդնագով ասացին, մեր Աստված կարող է մեզ պահել։ Մեզ կարող է պահել, բայց եթե չպահի էլ,
մենք չենք խոնարհվելու, չենք երկրպագելու այդ արձանին։ Այս դիրքորոշման խնդիր ասել, այս սրտի կարգավիճակը։ Եվ հիմա Աստծո ժողովուրդը ընկած էր մեծ նեղության մեջ, եւ Պողոս առաքյալը հարկ էր համարում, որպեսզի եկեղեցիներ, այսպես կարելի ասել, օգնություններ հավաքեր եւ կարողանար հասնել այն եկեղեցիներին, որոնք ունեին խնդիրներ։ 90-ական թվականներին հայտնի պատերազմների ժամանակ, այս պատերազմի ժամանակ, գիտեք, ամբողջ մեր երկիրն էր նեղության մեջ էր եւ դրսից արտասահմանից մեզ ինչ որ խնդիրներով օգնում էին, դրսի քրիստոնյաները ձեռք էին մեկնում եւ այդ օրերին իրականում քրիստոնյաները ունեին դժվարություններ, խնդիրներ եւ կարողանում էին ինչ որ կերպ էլ, այսպես ասում են, գոյատևել այդ օգնությունների հաշվին։ Սա ցույց է տալիս Սուրբ Գիրքը։ Եվ հիմա տեսեք, Պողոս առաքյալը Մակեդոնիա եկեղեցուն, երբ որ այսպես խոսք աղում ասում եմ, բայց եղբայր, իմացնում ենք ձեզ Աստծո այն շնորհքը, ես ուշադրություն եմ ուզում դարձնել այս խոսքին, այն շնորհքը, որ Մակեդոնիա եկեղեցուն տրված է, որովհետև նեղության մեծ փորձի մեջ նրանց ուրախության առավելությունը եւ նրանց ծանր աղքատության շատ առատաձեռն եղավ նրանց պարտությունով։ Գիտեք, եկեղեցիը ուներ դժվարություններ, բայց հիմա Պողոս առաքյալը ասում է, լսեք, ճիշտ է դուք նեղությունների մեջ եք, բայց մի հատ sense խնդիր էլ կա, էլի։ Երուսաղեմի եկեղեցին էլ խնդիր ունի։ Եվ Պողոս առաքյալը այդպես մեծ սպասում չունի, որ հեսա այն որ ասում են առատ ինչ որ բան կհավաքեն։ Բայց ի զարմանս Պողոսի այս եկեղեցին, գիտեք, այնքան հավաքեց, որ ասում են մենք այդքան ակնկալիք չունեինք։ Ասում են ոչ միայն այսքան, այլ նաև իրենց անձերն էլ ուզում էին տային։ Այսքան սրտաբաց էին։ Գիտեք ինչ եմ ուզում շեշտել, որովհետև նրանց վրա շնորհք կար։ Որովհետև ասում է, իմացնում ենք ձեզ այն շնորհքը, որ Մակեդոնիայի եկեղեցու վրա կար։ Եվ 9-րդ գլուխ 5-րդ համարը, 2-րդ Կորինթացիս հետևյալն ասում. Արդ հարկավոր համարեցի եղբայրներ, աղաչել, որ առաջուց ձեզ մոտ գան, որ առաջուց պատրաստած ձեր առաջուց խոստացված օրհնությունը, որ պատրաստ լինի, այնպես ինչպես օրհնություն եւ ոչ թե ինչպես ագահություն։ Սա արդեն ուղղված է Կորինթացիս եկեղեցուն, որովհետեւ Պողոս առաքյալը նաեւ այս խոսքը ուղղել էր Կորինթացիս եկեղեցուն, թեև դրանից առաջ ասում էր, որ Մակեդոնիայի եկեղեցու մոտ մի տեսակ պարտեցել է, որ աքայացիները, կորինթացիները այսպես հերվանից են պատրաստ, հոժար այսպես տալու։ Եվ ասում է չլինի, միտեղ էլ գրում ասում է, որ նրանց հետ գամ, մակեդոնացիների հետ գամ, հանգարց ամոթով մնամ։ Այսպես ասում են թասիբիա գցում այսպես այս ժողովրդին, բայց այստեղ ուշադրություն էլի կդարձնենք շնորհքի մասին։ Որտեվ սա եմ ասում, թե խնայելով սերմողը խնայելով էլ կհնձե, առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձե, ամեն մեկին ինչպես որ սրտի հոժարությունը կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որտեվ Աստված սիրում է ուրախ տվողին, բայց Աստված կարող է ամեն շնորհքներն ավելացնել, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Գիտեք, շատ շնորհներ կան, սա շնորհներից մեկն է։ Ուզում ես շատ շնորհներով այսպես առատ լինես, դու պետք է գնաս այդ շնորհքի մեջ։ Եվ ստեղ ասում է, որ Աստված սիրում է հոժար տվողին, ճիշտ է, հոժարությունը շատ կարևոր է, բայց այս սիրտն էլ կարևոր է, հա՞։ Եթե մարդը տրտմությունով տա, ասեց, պետք չէ տրտմությունով տված է։ Ամեն մեկին, ինչպես որ Աստված հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով սերներ։ Եթե մեկը մտածում է, որ այստեղ օրինակ գցելը, տենց իր համար շատ տրտմություն է կամ հարկադրություն է, ստիպված է տալիս, կարող է չտա սերներ։ Բայց տվողը ինձ ու, չգիտեմ, այս եղբայրներին չի տալիս։ Ինչ որ անում ես, Տիրոջ առաջին ես անում։ Եվ եկեղեցիներն էլ պարզ ասում են այս մասին, որ այն ինչ որ տուրքը հավաքվում էր սերներ, այս շինության համար է օգտագործվում։
հաստատ, ինչպես Արադ եղբայրներ միշտ ասում, էսի ձրի հոսանք չեն տալիս։ Ձրի գազ չեն տալիս։ Դրա համար պետքա վճար լինի։ Եվ եկեղեցին, ոչ միայն հիմիկվա եկեղեցին, առաջվա տաճարի համար էլ հավաքում էին ամեն անգամ ինչ որ բաներ սերներ։ Տաճարը վերջ-վերջո շինություն էր։ Այդ տաճարը կարիք ուներ նորոգման, թե չէ։ Խնդիրներ առաջանում էին տաճարի մեջ։ Քահանաների կյանքի մեջ այսպես ուտելու, խմելու, հագնվելու խնդիրներ առաջանում էին, թե չէ։ Հաստատ քահանաները չէին գնում աշխատում եւ բերում այդ հոգանում։ Սուրբ Գիրքը ասում է, որ Աստծո ժողովուրդը տանում էր որտեղ եկեղեցի, տաճար։ Տաճար տանում էր ոչ թե ասում էր քահանա ես քեզ եմ տալիս, այլ տալիս էր Տիրոջը։ Տիրոջը, Տերը այնտեղ կանգնած չէր, ասում էր դբեր։ Երբ որ մենք ասում ենք տալիս ենք Տիրոջը, որոշները այդպես ուրիշ պատկերացում ունեն։ Որտեղ դրանք տրվում էին Աստծո այն ծառաներին, որոնք կարողանային, այսպես կարելի ասել, Աստծո եկեղեցու մեջ ծառայություն մատուցել։ Եվ այս ինչ որ անում ենք սերներ, անում ենք, որպեսզի ծառայությունը երբեք չդադարի։ Ցավոք, Իսրայելի պատմության մեջ կան այդպիսի դրվագներ, երբ որ Իսրայելը դադարեց բերել Տիրոջ տուն, եւ քահանաները դուրս եկան հողամաս մշակելու։ Պատկերացնում եք այդպիսի իրավիճակ։ Սա արդեն ողբերգություն էր։ Սա համար Տերը օգնի մեր հոժար սիրտը սերներ։ Մենք հասկանանք ինչ որ անում ենք Տիրոջ համար ենք անում։ Եվ սա շնորհք է սերներ։ Շնորհք։ Շնորհք սերներ։ Առատությամբ նաև ցանողը առատությամբ էլ կհնձի։ Խնայելով ցանողը Սուրբ Գիրքը ասում է խնայվել կհնձի։ Հələ տարեք մեծ այսպես արտի մեջ բան արեք, այսպես մեկ հատիկ այս կողմ ցանեք, մեկ հատիկ այն կողմ ցանեք, հա? Այսպես ցանելով գնացեք։ Դուք մտածում եք ամբողջ արտը մի անգամուց այսպես հնձելու եք։ Չէ, գնալու եք տենակ այնտեղ մի հատիկ այնտեղա սկսելու եք հնձել, մի հատիկ այնտեղա սկսելու եք հնձել։ Բայց առատությամբ ցանողը առատությամբ էլ հնձում ասել։ Սա օրենք է։ Եվ մի վկայություն էլ ասեմ, դրանից հետո կկանգնենք Տիրոջ առաջին եւ մեր ընծաները կբերենք։ Մի պատմություն, հետաքրքիր պատմություն սերներ։ Մի մեծ կոնֆերանսի ժամանակ, երբ որ շատ հարուստներ այսպես հավաքված էին եւ ընդհանրապես կոնֆերանս էր, շատ մարդիկ կային հավաքված, եթե չեմ սխալվում Անգլիայում, թե Ամերիկայում, եղբայրները ինձ կասեն։ Ուրեմն մի մեծահարուստ մարդ, քրիստոնյա, վերջը ման է գալիս հյուրանոց, պատկերացեք այնքան մեծ կոնֆերանս է, որ հյուրանոցները բոլորը այսպես լեբլեցուն են եւ գալիս է որպեսզի մի հյուրանոցի այսպես համար վերցնի, տեսնում է ոչ միտեղ չկա։ Եվ մտածում է, որ ինչ անի, մի քիչ էժանագին այսպես համարներ կան, ասում է դե լավ է մի գիշեր պետք է անցկացնեմ ու գնամ էլի այսպես վերջը, տեսնում է այդ էլ չկա։ Եվ ասում են մի տեղ կա մենակ այդ հյուրանոցի մեջ, որտեղ երկու տեղանոց համար է, բայց մեկը զբաղված է։ Իսկ մտածում եմ լավ, դրան էլ եմ հոժար, գոնե կգնամ, այսպես կքնեմ ու առավոտը վեր կենամ կգնամ իմ երկիրը։ Եվ ասում է արդեն այսպես մթոտ էր, ուրեմն մտնում է համար եւ տեսնում է մեկը քնած այսպես։ Ասում եմ քնած է, մի հատ ուզում է Սուրբ Գիրք կարդա, մտածում է լույսը վառեմ, այս մարդը արթնանալու է։ Ասում է ասենց այս դուռը բացում է, այս հյուրանոցի դուռը բացում է եւ այնտեղ փորձում է կարդալ Սուրբ Գիրքը, որ հետո քնի։ Մեկ էլ այս քնածը ասում է բարձր կարդա ես էլ լսեմ։ Պարզվում է այս էլ քրիստոնյա, ես էլ եկել այդ կոնֆերանսին եւ նստում են իրար հետ, այսպես գիշեր եւ ասում են լսի, Աստված մեզ երկուսն էլ փաստացի հարուստ մարդիկ են։ Ասում Աստված մեզ այսքան հարստություն ա տվել, կարողություն ա տվել, բայց մենք ինչ ենք արել Տիրոջ համար։ Եվ ասում նստում են կլոր սեղանին, հասկանում են, որ չէ, բան պիտի անեն Տիրոջ համար։ Եվ մտածում են ինչ անենք։ Ասում են լսի, այդ գրքից էլ գալիս, ասում է արի սուրբ գրքեր տպենք եւ սկսենք բաժանել։
Ասում շատ լավ ես ասում, բայց ոնց որ թե լավ էլի կլորի գումար է պետք դրա համար։ Ասում դե հայտարարություն կանենք, կոնֆերանս կհայտարարենք եւ թող մարդիկ էլ գան, ունևոր մարդիկ եւ մասնակցեն այս գործի մեջ։ Հո, շատ բարի որոշում է։ Վերջը հայտարարում են, այդ օրը գալիս է եւ ընդամենը եթե չեմ սխալվում 1 հոգի է բացի իրանցից ներկա գտնվում այդտեղ։ Բայց շատերին են հրավեր ուղարկել։ Եվ հետևյալն են մտածում։ Ասում են, լսեք, ճիշտ է մենք քիչ ենք, բայց այս նախաձեռնությունը պետք է անենք, որտեվ Տերիցն է։ Եվ ասում եմ, վերջը որոշված է, որ պետք է անենք, դա հաստատ է, բայց ինչ դնենք մեր կազմակերպության անունը։ Եվ այո, դնում ենք Գեդեոն։ Որտեվ մի քանի հազարանոց զորքից ընդամենը 300 հոգին են մասնակցում կռվին եւ հաղթության են հասնում։ Եվ ասում եմ, թե մենք այսպես շատերին հրավեր արեցինք, բայց այս ոնց ասում են 3-ս ենք, սրա համար վերջը սա նախաձեռնում ենք։ Եվ փառք Տիրոջը այս մարդկանց համար։ Մինչև այսօր Սուրբ Գիրքը ամբողջ աշխարհով մեկ տարածվում է նաև այս կազմակերպության շնորհիվ։ Մարդիկ, որոնք ունեն կարողություն, գիտակցում են, որ այդ կարողությունը վերջը Տիրոջ փառքի համար պիտի նպաստի։ Եթե գնացիր այս աշխարհից, լավ է տուն պիտի թողես այդ հարստությունը ու կարողությունը։ Հա՞։ Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք։ Երբ որ այն պակասի, ձեզ ընդունեն հավիտենական բնակարանների մեջ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ոտքի կանգնենք եւ հոժար սրտով կարողանանք իրոք մասնակցել եւ փառք տալ Տիրոջը այն ամենի համար, որ Տերը տվել է։ Քո տվածից քեզ ենք տալիս Տեր։ Ամեն։ Օրհնյալ է Տերը։ Aleluia.
Տերը օրհնի ձեզ, նստեք։ Աղոթ կանենք, խնդրենք Տիրոջը, որպեսզի Աստված իր խոսքը, իր Սուրբ Հոգով մեզ ամեն մեկիս բացի եւ հասկացնի։ Օրհնյալ ես Տեր, փառավոր ես Հիսուս։ Մենք շնորհակալ ենք քեզանից Տեր, որ մեր կյանքում դու հայտնվեցիր։ Եվ ասեցիր այն ամենը Տեր, որ մենք չգիտենք եւ չենք հասկանում։ Բայց այսօր եկել ենք քո առջև Տեր ու ասում ենք քեզ. մեր ուսուցիչ, մեր վարդապետ, սովորացրում ես Տեր, սովորացրում ես քո խոսքը, սովորացրում ես աղոթել, սովորացրում ես պաշտել ու երկրպագել Տեր, որովհետև ամեն բան ամեն ինչ քեզանով է, եւ առանց քեզ ոչինչ չի լինում Տեր, չի լինում ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ մեր կյանքում, բայց մենք քեզ ենք ուզում Հիսուս, որովհետև մենք իմացել ենք Տեր ու հասկացել ենք Տեր, որ մենք քո մասը, քո բաժինն ենք։ Եվ ինչ որ բան ուզում ենք առանց քեզ անել, հաճախ մեզ հաջողվում է, ու մեզ թվում է, որ դա մեր հունարն է, դա մերն է, դա իմն է, բայց չէ Տեր, դու ամեն ժամանակ հայտնվում ես մեր կյանքում եւ ասում։ Այդ իմ ողորմությունն է, այդ իմ կամքն է, որ քո կյանքում եւ բոլորի կյանքում ես անում եմ։ Շնորհակալ ենք քեզանից Հիսուս, գոհ ենք քեզանից։ Գոհ ենք քեզանից քո ամեն զավակի համար Տեր։ Փառք ենք տալի քեզ եւ ուրախանում եւ հպարտանում ենք, որ քեզ ունենք մեր կյանքի մեջ։ Օրհնիր եւ օգնիր, որ մինչեւ վերջ, մինչեւ մեր կյանքի վերջը, քեզ մեր կյանքում ունենանք եւ երբ կբաժանվենք այս մարմնից, հավատանք եւ իմանանք, որ քո հետ միասին կլինենք։ Փառավորվիր եւ մեծարվիր Տեր այս ամենի մեջ, այս ամենի համար, որտեղ արժան է կապնելու փառքը, պատիվը եւ զորությունը։ Ալելույա, ամեն։ Օրհնյալ է Տերը։ Մի առիթով Հիսուս երբ որ ընտրեց 12 աշակերտներին, աշակերտները տեսնում էին, որ Հիսուս աղոթք է անում։ Աղոթք անում իր հորը, ինքը Աստված լինելով։ Որտեւ Հիսուս չէր կարա չաղոթել, որտեւ իր հաղորդակցությունը հոր հետ էր։ Իսկ հոր հետ հաղորդակցության համար աղոթք էր պետք։ Ինչպես այսօր մեզանից ամեն մեկը հավատում ենք Հիսուս Քրիստոսին, ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, ունենք մեր պաշտամունքը, ունենք մեր աղոթքը։ Աշակերտները ուշադիր էին եւ լսում էին, գիտեին Հիսուսն աղոթում է։ Եվ իրանց մեջ ցանկություն առաջացավ։ Մեզ աղոթքան էլ սովորացրու։ Եվ Տերը գիտեր, որ աշակերտները անկեղծորեն ասում են, փարիսեցություն չկար այդտեղ։ Ոչ Պետրոսը, ոչ Հովանեսը, ոչ Հակոբոսը, ոչ Մաթեոսը, ոչ Անդրեասը, ոչ Թոմասը, նրանք չէին կարողանում աղոթել այնպես, ինչպես Տերը ինքն էր աղոթում։ Եվ Հիսուսն ասեց. այսպես կաղոթեք, Հայր մերը։ Դա տերունական աղոթքն է, որ մենք միշտ մեր կյանքում անում ենք պաշտամունքների ժամանակ։ Մենք Տիրոջից սովորել ենք, Տերը մեզ սովորացրել է եւ մենք այսօր այդ աղոթքը անում ենք։ Բայց մենք գիտենք, սիրելիներ,
որ դրանով չի որ մենք բավարարվում ենք։ Դրանով չի որ մենք ասում ենք Տիրոջը պաշտում ենք, Տիրոջը հավատում ենք։ Տերունական աղոթք։ Հաճախ քերիս որ կենթանի էր եւ Աբովյանում էր ապրում, հետո ինքը գնաց Միացյալ Նահանգներ եւ մացավ միշտ ինձ ասում էր. «Մի հայր մերն աղոթի, մի հայր մերն ասա»։ Ես միշտ իրան ասում եի, քերի հայրմերով մենք չենք բավարարվում։ Լավ բան է հայրմերը իմանալը։ Դա Տիրոջ խոսքն է, դա Տերն է ինքն է սովորացրել։ Բայց չենք բավարարվում հայրմեր աղոթքով։ Աստված այսօր մեզ ավելին տվեց, եւ մենք այսօր ավելինով ունենք եւ եկել ենք Տիրոջ առջև։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, ես կընթերցեմ մի քիչ հետո այն տեղը, որ Սամարացի կնոջ հետ խոսելուց Հիսուսը հասկացրեց. ինձ պետք է պաշտել հոգով եւ ճշմարտություն։ Սա է պաշտամունքը, սիրելիներ, որ մենք Տիրոջը պաշտում ենք հոգով եւ ճշմարտությունով։ Դա ինքը Աստված կամեցավ եւ մեզ ի հայտ բերեց եւ մենք հասկացանք, որ այո, ես հայր մերը իմանալով ասում եմ Տիրոջը եւ հայրը լսում է իմ աղոթքը։ Այսօր որդին է լսում է իմ աղոթքը։ Բայց ստեղ մեկը կա, որ ասում է ես հայր մերը աղոթում եմ եւ վերջանում է իմ մոտ։ Բավարարություն եմ գտնում եւ Տիրոջը ասում եմ։ Կարող է օրը 10 անգամ հայր մերը ասեմ։ Բայց Աստված այսօր մեզ սովորացնում է, որ դու պետք է ինձ պաշտես, դու պետք է ինձ երկրպագես, դու պետք է ինձ փառավորես, դու պետք է ինձ մեծարես, որովհետև Տերը դրան արժանի է։ Ես վերջերս Ռանդիեղորենստանը հույր էինք, մի հատ միտք եկավ, երբ որ գնանք երկինք, երկնքում մի բան ենք ասելու Տիրոջը։ Ես կարծում եմ, որ բոլորիս մեջ այդ միտքը գա։ Տեր, դու ինչպես թողեցիր ես երկինքը։ Ինչպես թողեցիր ես քաղաքը։ Ինչպես թողեցիր ես ամենը։ Ինչպես թողեցիր Տեր։ Ու եկար երկիր։ Տերը կպատասխանի։ Ու կասի. Եթե չթողնեի, դու ստեղ չէիր լինի։ Եթե չթողնեի, չգայի, դու ստեղ չէիր լինի։ Դա իրականությունն է։ Դա ճշմարտությունն է։ Նա եկավ աշխարհ, որ ինձ երկինք տանի։ Նա դրա համար եկավ։ Նա ինձ ավելին սիրեց, քան ինչ որ երկնքում կար։ Վստահենք եւ հավատանք մենք մեր Տիրոջը, սիրելիներ։ Թող Աստված մեզ ամեն մեկի սովորացնի, ես նորից եմ ասում։ Կրթի, կապ չունի տարիքը հոգևոր կյանքի։ Ինչքան տարիներ ես աստուն պաշտում, ինչքան ժամանակ ես երկրպագում, ինչքան աղոթներ ես արել, այսօր դու դրա կարիքը ունես։ Հաճախ է Աստված մեր հետ խոսում, հաճախ է Աստված մեզ ասում, հաճախ մենք դա ընդունում ենք, հաճախ դա մենք չենք ընդունում, նայած իրավիճակում մեր հոգևոր կյանքի մեջ ինչ ապրումների մեջ ենք լինում։ Հիսուս Քրիստոս այդ խոսքը, որ ես ասեցի, դա Սամարացի կնոջն էր ասում Տերը։ Նրան հայր մեր սովորացրեց։ Նա չասեց ինձ հայր մերը սովորացրու։ Տերը խոսեց իր հետ եւ հասկացրեց։ Եվ ես ուզում եի Հովհաննես ավետարան 4-րդ գլխից այդ տեղը կարդալ, որ երկար է խոսքը, կարոզ բանը, ասենք ավետարանի մեջ, ես ուզում եի կարդալ եւ ուշադրություն դարձնենք մեր Տիրոջ վերաբերմունքին։
նրա քայլվածքը, նրա խոսքերը նա կամեցավ մեկի հետ խոսել, մեկի հետ։ Հաճախ լինում է մեր կյանքում պիտի խոստովանենք Տիրոջը։ Կարաս մեկին քարոզես, մի օգու քարոզես, որ լսում է Աստծո խոսքը։ Թե ես իմ վրայով եմ ասում, ես երրորդ դեմքով չեմ խոսում։ Չէ, ինձ պետք է 1000 հոգի, 10,000 հոգի, 5,000 հոգի։ Ես տենց ադիտորիա եմ ուզում, որ քարոզեն եւ լսեն, որ իմանան ինչ եմ խոսում, ինչ եմ ասում։ Բայց Փառք Տիրոջը նա մեզ համար կյանքի օրինակ է, որ նա գնահատեց մեկը, որ պիտի գար այդ ջրհորի մոտ եւ պիտի ջուր տաներ։ Եվ Հիսուս իրան սպասեց։ Նա մեզ մեր կյանքի մեջ սպասել եւ խոսել է մեր հետ։ Եվ մենք ընդունել ենք իրան։ Եվ մենք ասել ենք Տիրոջը. Տեր դու մեր հետ խոսեցիր։ Չգիտեմ որ եղբոր, որ քույրիկի հետ դա կատարվեց, բայց դու մեր հետ խոսեցիր։ Հիսուս գերად ասեց. գրած է Հովհաննես 4 գլուխ 7-րդ խոսքից։ Արդ Սամարացի մի կին եկավ, որ ջուր հանի։ Հիսուսը նրան ասեց. ինչ ջուր տուր խմեմ, որովհետև նրա աշակերտները քաղաք էին գնացել կերակուր առնեն։ Սամարացի կինն էլ ասեց նրան, որ հրյա ես, ինչպես է ինձանից ջուր ես ուզում խմել։ Ինձանից ջուր ուզում ես խմել, որ սամարացի կին եմ, որովհետև հրյաները չեն խառնվում սամարացիների հետ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. եթե Աստծո պարգևը գիտենայիր, թե ով է նա, որ քեզ ասում է, թե դուր ինձ խմելու, ապա դու նրանից կխնդրեի եւ նա կենթանի ջուր կտար քեզ։ Կինը նրան ասեց. դու էլ չունես, հորը խորունկ է, ապա որտեղից ունես կենթանի ջուր։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ եւ ինքը սրանից խմեց եւ նրա որդիները եւ նրա անասունները։ Հետաքրքիր զրույց անում Հիսուսը։ Տիեզերքի ստեղծող Աստված զրույց անում մի հատ կնոջ հետ, որ դույլը ձեռին եկել է, ավելի շուտ կուժ էր ձեռքին, եկել էր, որտեղ գրված է հետո որ ասում է կուժը թողեց եւ գնաց։ Հիսուս գերատ ասում է, այս կնոջ հետ խոսի։ Աշակերտներին ասել է գնացեք ձեր գործին։ Դու գնացեք, դրանք գնացել են կերակուր առնեն եւ բերեն։ Ես չգիտեմ, Երուսաղեմից միջև Գալիլեա, միջև այդ Սամարիայի այդ կողմերը, ինչ ճանապարհ անցավ Տերը։ Բայց քայլելով էր գնում։ Չկար էշ, չկար ձի, չկար կար։ Քայլում էր։ Եվ գրված է հոգնեց Տերը։ Մենք բոլորս էլ երբ որ մի ճանապարհ ենք քայլում եւ գնում ենք ոտքով, հոգնում ենք, ասում ենք մի քիչ ճանապարհին նստենք, հանգստանանք։ Որովհետեւ մարդը ֆիզիկապես մարդ երբ որ ապրում է երկրի վրա, ինքը հոգնում է։ Հիսուս հոգնեց եւ կանգնեց այդ ջրհորի մոտ։ Ջրհոր, որ շատ խորն է, դույլ էլ չկա, միգուցե ծարավ է Հիսուսը, բայց ջուր տվող էլ չկա։ Եվ այս կինը եկավ, եւ այս կնոջը Տերը ասեց. ջուր տուր, որ խմեմ։ Այս կինը մտածեց. այս հրյան, սա մի հատուկ հրյա է, սենց հրյա ես չեմ տեսել, սա ջուր է ուզում ինձանից, ինչ որ բան փոխվել այդ հրյաների մեջ,
Ուզում են արդեն մեր հետ բարեկամություն անել, մտերմություն անել։ Ինչն է փոխվել։ Եվ գիտես սկսես մտածել եւ խորել։ Դու ինչպես ես ինձանից ջուր ուզում։ Դու հրյա, ես սամարացի։ Ես առավելություն ունեմ Հիսուս։ Ես կուժ ունեմ։ Եվ ես ջուր կարող եմ անել, իսկ դու ոչինչ չունես։ Դու ոչինչ չունես։ Դու հոգնած եկել ես, նստել ես այս ջրհորի մոտ։ Ծարավ ես։ Ջուր տվող չկա։ Տիեզերքի ստեղծող արարիչը։ Չեղած տեղից ստեղծող Տերը։ Չեղած տեղից ինքը ստեղծում։ Սուրբ Գիրքն ասում ամեն բան նրանով ա եղել։ Առանց նրա ոչինչ չի եղել։ Բայց նա գերադասում ա խոսել այդ կնոջ հետ։ Եթե դու իմանայիր, ով ա քեզ հետ խոսողը, իմ հետ խոսողը մի հատ հրյա է, ոչ չգիտեմ, արտաքինից երևում ա, դու նրանից կխնդրեիր, նա քեզ կենդանի ջուր կտար։ Այսօր Աստված ինչ չի տալի քեզ։ Հաճախ մենք ասում ենք Տեր, չես տալի։ Բայց երբ որ Հիսուս հայտնվում է, ասում է դու ճիշտ ես ասում, որ ես չեմ տալի։ Սուրբ Գիրքն ասում է խնդրողին կտրվի, փնտրողը կգտնի, դուռը թակողին կբացվի։ Ինչ ես հաճախ մոռանում այս խոսքերը։ Ինչ ես մոռանում։ Կասկածում ես Հիսուսի վրայով, նրա խոսքերի վրայով։ Մենք կարող ենք ասել, որտեղ է իմ հավատքը։ Եվ Հիսուս խոսեց իր հետ եւ ասեց այդ կինը. Ես գիտես որտեղ եմ եկել ջուր անելու։ Այս ջուրը, այս հորը, մեր հայր Հակոբը, ինքը այս ջրհորից հանեց ջուր եւ ինքը տվեց իր տղաներին։ Մենք հայր Հակոբ ունենք։ Հրյաներն էլ են բարձենում։ Փարիսեցիներն էլ են բարձենում։ Մենք Մովսես ունենք։ Մենք Աբրահամ ունենք։ Դու ով փարիսեցի, եթե կբարձենաս փարիսեցու մոտ բարձեցի։ Սադուկեցու մոտ բարձեցի։ Տիրոջ մոտ մի բարձեցի։ Ոչ ոք Տիրոջ մոտ չի կարա բարձենա։ Այս կինը բարձենում էր։ Ինչով էր բարձենում։ Որտև գիտեր Հակոբը այդ ջրհորից ջուրը հանե եւ տվել է իր տղաներին եւ մնացել են նրանք այդ սկզբունքի մեջ այդ մտքերով այդ ապրումներով եւ Հիսուս կարող էր այս կնոջներ ասել ինչպես ժամանակին հրյաներին ասել Հայր Աստված Աբրահամը կամեցավ իմ օրերը տեսնել, տեսավ եւ ուրախացավ։ Կարող էր ասել Մովսեսի մասին։ Կարող էր այս կնոջն ասել լսի։ Հակոբը ինքը ուզում էր իմ օրերը տեսնել։ Բայց ես եկել եմ հիմի, դու ես տեսնում մեզ օրերը։ Թող Աստված ավելի բացի եւ մենք ավելի հասկանանք։ Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. Ամեն ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի։ Այլ ջուրը այն
այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում եւ հավիտենական կյանքի համար կբխի։ Կինը նրան ասեց. Տեր, դուր ինձ այդ ջուրը, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասեց. գնա կանչիր քո մարդին եւ եկ այստեղ։ Հիսուս չի ուզում, որ մենակ իրան տա ջուր։ Ուզում է իր ամուսնուն էլ տա։ Հետաքրքիր զրույց է։ Նա մենակ է եկել։ Բայց Հիսուսն ասում է. ես ուզում եմ քեզ ջուր տամ, բայց չեմ ուզում մենակ քեզ տամ։ Ես ուզում եմ քո ամուսնուն էլ ջուր տամ։ Գնա ամուսնուդ կանչի թող գա։ Ես երկուսիդ եմ ուզում տամ։ Կինը նրան ասեց, եւ կինը պատասխանեց եւ ասեց. ես մարդ չունեմ։ Հիսուսը նրան ասեց. լավ ասեցիր, թե մարդ չունես, որովհետեւ դու 5 մարդ ես ունեցել, եւ նա որ հիմա ունես, քո մարդը չի, դա ճշմարիտ ասեցիր։ Կինը նրան ասեց. Տեր, տեսնում եմ, որ դու մարգար ես։ Այ քեզ բան։ Հիսուսի հայտ է բերում գաղտնի բաներ։ Ասում է գնա ամուսնուդ կանչի, արի, ես երկուսիդ եմ ուզում տամ։ Հիսուս կարող էր ասել, որտեվ հին ուխտում աստվածաշունչում գրված է, այն որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի։ Բայց այս կինը մի ուրիշ կյանք էր ապրում։ Նրա կյանքը ուրիշ էր, նրա ապրումները ուրիշ էին։ Բայց նրա մեջ մի բան կար, որ ես ուզում եմ մենք ամեն մեկս ուշադիր լինենք։ Նա ապրում է մի կյանք, որ այսօր մենք բոլորս գիտենք, ատենսները, որ ապրում են այդ կյանք, շատ մարդիկ չեն ուզում տեսնել այդ շփվեն եւ տեսների հետ հաղորդակցվեն, եւ նրանց անունն անունել ունեն, ասում են փչացածներ են սրանք։ Բայց Հիսուս գերադասեց. կանգնել եւ խոսել ես կնոջ հետ։ Հաճախ մենք մտածում ենք եւ խորում ենք։ Ես ով վարքի տեր չեմ եղել։ Ես ով վատ բաներ չեմ արել, որ Աստվածի մեջ չխոսեր։ Սա մեր ինքնագիտակցման մեջ կա։ Սա մենք մտածում ենք։ Դե պիտի մենք խոսար Աստված։ Դե ինձ պիտի կանչեր իր փարախը։ Դե ինձ պիտի տաներ Աստված երկինք։ Որովհետև ես տեսնում եմ շատերին մարդկանց, որոնք ուրիշ կյանք են ապրում։ Սրանք ինչպես կարող են երկինք մտնել։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը խոսեց այս կնոջ հետ։ Եվ այս կինը 2 անգամ զրուցի ժամանակ, 2 անգամ Հիսուսին ասում է Տեր, Տեր։ Սա իր մեջ սպասում էր Մեսիային։ Մեսիային սպասում էր այս կինը։ Ու չգիտեր։ Ու տեղյակ չէր, որ արդեն Մեսիան եկել է։ Եվ իր հետ խոսողը Մեսիան է։ Մեր արարիչը, մեր Աստվածը։ Երկինք եւ երկիր ստեղծող Հիսուս Քրիստոսը եկել է եւ խոսում է այս կնոջ հետ։ Եվ կինը նրան ասեց. տեսնում եմ, որ դու մարգար ես։ Մեր հայրերը այս սարումը երկրպագություն արին։ Դուք ասում եք, թե երեսաղում է այնտեղը, ուր պետք է երկրպագություն անել։ Հիսուս նրան ասեց. կին, հավատա ինձ, որ ժամանակը գա, որ այն ժամանակ ոչ այս սարումը կերկրպագեն, հորը ոչ էլ Երուսաղեմը։ Այսօր այդ ժամանակներն են, սիրելիներ։ Ոչ Երուսաղեմը, ոչ էլ Հակոբի ջրհորումը։ Մենք պաշտում ենք Տիրոջը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս մեզ տվել է այդ պաշտամունքի վայրը։
3 տեղ կա Տիրոջը պաշտելու։ 3 տեղ կա, որ մարդ արարած Աստծուն պաշտում է 3 տեղ։ Մտի քո ներսից սենյակը, դուրդ գոցիր, փակիր, ծածուկում աղոթիր, հայտնապես կհատուցանը։ Որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ ներկա եմ։ Սա երկրորդ տեղն է։ Երրորդ տեղը ստեղ, որ 100 կամ 200 կամ 300 կարևոր չի։ Պաշտում ենք Տիրոջը։ Տերը ուզում է այսօր մեզանից այդ պաշտամունքը։ Եվ ես գիտե ասեց, հրյաները սենց են ասում։ Հիսուս կասեր, խոսքը պատասխանը, եւ կասեր, այո, հրյաները ասում են, եւ հրյաների ասելով, այսօր իրանք չունեն այդ պաշտամունքը։ Մենք, Հիսուսն ասեց, մենք ժամանակին պաշտում էինք։ Դու էլ եկել ես այս ջրհորի մոտ, պարծնում ես ու ասում ես, որ սա Հակոբի ջրհորն է, բայց ուրա պաշտամունքը։ Ուրա պաշտամունքը։ Որտեղ է պաշտամունքը։ Չկա պաշտամունք։ Միջավայրը կարևոր չի։ Պաշտամունքն է կարևոր, սիրելիներ։ Տեր Հիսուս Քրիստոսը դա մեզ սովորացրեց, դա մեզ ասեց։ Նա Գողգոթայում էր, նա Գեթսեման պարտեզում էր, նա սարում էր, ալակերպության սարում էր, նա պաշտում էր, նա այդ տեղերում պաշտում էր իր հորը, և Տերը մեզ այսօր սովորացնում է, ինձ պետք է պաշտել, ինձ պետք է երկրպագել, տեղը կարևոր չի, պաշտամունքը կարևոր է, դու ինձ պիտի պաշտես, դու ինձ պիտի երկրպագես, դու ինձ պիտի փառավորես, Դավիթն ասում է, որտեղ գնամ, Տեր որտեղ գնամ, ուր ուզում ես գնա Դավիթ, ուր ուզում ես գնա, պաշտամունք եմ ուզում, սա շատ կարևոր այսօր պետք է մենք ամեն մեկս հասկանանք իմանանք սիրելիներ, բայց ժամանակը գա եւ հիմա է, ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն։ Հորը, որովհետեւ հայրը այնպես է ուզում իրան երկրպագողներին։ Աստված հոգի է եւ նրա երկրպագողները Աստված հոգի է եւ նրա երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Կինը նրան ասեց, գիտեմ, որ Մեսիան պիտի գա, որ Քրիստոս է կոչում, երբ որ նա գա, ամեն բան կպատմի մեզ, եւ Հիսուսը նրան ասեց, ես եմ, որ քեզ հետ խոսում եմ։ Դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, որովհետեւ Տերը քո հետ խոսեց, եւ Տերը իմ հետ խոսեց։ Ես փոքր էի, 5 տարեկան, 4 տարեկան, լավ չեմ հիշում տարիքս, բայց դպրոց չէի գնում։ Հայրս գոմ ուներ եւ հոտեր ուներ։ Միշտ ինձ իր հետ տանում էր այդ գոմը, մայրս էլ կով էր գտում։ Երբ որ ապաշխարեցի դառա Տիրոջը, մի անգամից միտք եկավ ինձ, փոքր ժամանակ, ինչ էի նստում այդ գոմի դռան դեմը ու խորում։ Այս երկինքը, այս երկիրը ինչպես է ստեղծվել։ Այս ով է ստեղծել։ Այս ով է սրա արարածը։ Միտք, փոքր երեխա, 5 թե 4 տարեկան։ Նա խոսեց, նա ասեց այդ ժամանակ, բայց երբ որ մեծացա, երբ որ ապաշխարեցի, երբ որ դառա Տիրոջը, Տեր ասեց հիշիր 5 տարեկանում, մտածում էիր, խորում էիր, տես այսօր ես քո հետ խոսում եմ։ Տերը թող Աստված օրհնի մեզ ամեն մեկի սիրելիներ,
լսնի ամեն մեկից։ Նա գերադասեց այդ կնոջ այդ խոսքը։ Ինչ է կարծում Պետրոսը, Հովանեսը, Հակոբոսը կգնային, կկանգնեին, կխոսեին այդ կնոջ հետ։ Մանավանդ նրա վարք իմանային, նրա նիստուկած իմանային, նրա ապրումներ իմանային։ Ոչ, իրանք չէին խոսի։ Իրանք խոսեին են մարդկանց հետ, որ շատ լավ ապրում են, իրանք կյանքը շատ լավ է, նրանք վերջը գողեր չեն, նրանք շնացողներ չեն, բայց արի ու տես մեր Աստվածը, Հիսուս Քրիստոսը, ինչպես է խոսում մարդկանց սրտերի հետ, ինչպես է մարդկանց բերում դեպի իրան եւ ասում իրան, որ ես քո համար եմ մեռնելու խաչի վրա, քեզ եմ արդարացնելու իմ արյունով, քեզ եմ սրբելու իմ արյունով։ Այս կինը երկնքում Տիրոջ ասելու է. Տեր դու կանեցար իմ հետ խոսել։ Եվ այս կինը եւ այս կնոջ ասեց. գնա Սամարիա, գնա ասա այդ մարդկանց։ Եվ այդ մարդկանց ինքը գնաց եւ ասեց, չեմ ուզում ընթերցել։ Եկեք տեսեք, մեկի հետ խոսել եմ, մեկի հետ զրուցել եմ, այդ մեկը ինձի ասել այն ամենը, որ ես այդ կյանքն եմ ապրել, նա չէր թաքցնում, եւ այդ մարդիկ էլ գիտեն նա ինչ կյանք է ապրում։ Մենք մարդ լինելով կարող ենք մտածել, էլ մարդ չկար, որ խոսեր Հիսուսը, քո հետ խոսեց։ Ով ես դու։ Սաղ Սամարյան, սաղ ես գյուղը գիտի, դու ով ես։ Այո, ես կինը չէր կարա թաքցնել իր մեղքը։ Ես այդ մարդն եմ։ Ես այդ անձնավորությունն եմ, բայց ինչ անեմ։ Նա իմ հետ խոսեց։ Նա ճշմարտությունը ասեց։ Եկեք եւ տեսեք։ Դուք ճիշտ եք ասում, որ ես այդ մարդն եմ, բայց ինքը խոսել է իմ հետ։ Ինչ անեմ ես։ Աստված մեղավորին սիրում է։ Մենք շատ ենք խոսել, բայց մեղքը ատում է։ Ատում է մեղքը, մեղքի համար ինքը խաչվեց։ Մեղքից ինքը զզվում է, գարշում է։ Բայց մեղավորին սիրում է։ Եվ այս կինը բերեց այդ մարդկանց։ Չգիտեմ քանի հոգի հետը բերեց։ Քանի հոգի հավատացին եկան Հիսուսին տեսնելու, Մեսիային տեսնելու։ Եվ խոսեց Հիսուսը իրանց հետ։ Այս մարդիկ ասեցին Հիսուսին, կնոջը, լսի, մենք մեր աչքերով տեսանք, հավատացինք, սա Մեսիան է, եւ սա քո հետ խոսել է, եւ սա այսօր մեզ հետ է խոսում։ Թող Աստված օրհնի եւ օգնի մեզ, սիրելիներ։ Մենք մեր կյանքի մեջ պետք է վստահենք Տիրոջ, հավատանք Հիսուս Քրիստոսին, պաշտել հոգով Աստծուն, երկրպագել Աստծուն, փառավորել նրան Տիրոջը, եւ ինքը Հիսուս Քրիստոսն ասա. ես եմ ճշմարտությունը։ Ոչ ոք հորքովը չի գնա, եթե ոչ ինձանով։ Մենք վստահենք մեր Տիրոջը, հավատանք մենք մեր Տիրոջը, անկախ նրանից դու ում ես վկայում, նրա կյանքը, նրա վարքը, թե ինչպիսին է, դրա վրա ուշադրություն մի դարձրու, սովորի Հիսուսից, ինչպես ինքը վարվեց, ինչպես ինքը գործեց, այնպես էլ դու վարվի, այնպես էլ դու գործի։ Շատ է եղել ինձ ասել են,
Էս կինը, որին ես ճանաչում եմ, գիտեմ, քո քույրն է։ Այո, ասում եմ, նա իմ քույրն է։ Իսկ ինչպես եղավ, որ ինքը քո քույրը դառավ։ Հիսուս Քրիստոսի արյունով։ Նա իմ քույրն է։ Ես հավատում եմ Տիրոջը, հավատում եմ իր խոսքին։ Նա արդարացնում է, նա սրբում է։ Դա է Տիրոջ խոսքը, սիրելիներ։ Ես չեմ ամանչում։ Երբ որ մարդիկ ինձ ասում են, ես պատասխան ունեմ, եւ պատասխանը ես տալիս եմ։ Տերը փառավորվի մեր ամեն մեկի կյանքում։ Տերը մեծարվի մեր ամեն մեկի կյանքում, սիրելիներ։ Այսօր մենք Տիրոջ կարիք ունենք։ Այսօր մենք մեր պակասը ունենք։ Գալով Տիրոջ առաջ մենք մի բան պետք է ասենք։ Նայենք Հիսուսի կյանքին, նայենք Հիսուսին։ Գեցսեման պարտեզում ինչ է աղոթում։ Ինչ է խնդրում հորը։ Անցկացրու ինձ այս գավիթը։ Անցկացրու ինձ սրանով։ Ես իմ Տիրոջից մեջ չեմ։ Ես իմ այսօր պակաս ունեմ։ Ես նորից եմ ասում, երրորդ դեմքով չեմ խոսում։ Երրորդ դեմքով երբ որ խոսեմ, Տերը կասի քո մատը դեպի քեզ ուղղի։ Դու իմ եղբոր, դու իմ զավակետ գործ ունես։ Իրանց խոսքի համար, իրանց գործերի համար ես իրանց հետ եմ խոսում։ Այո, սիրելիներ, այսօր մենք պիտի անկեղծանանք Տիրոջ առաջ։ Ինձ սովորացրու քեզ պաշտել։ Ինձ սովորացրու քեզ երկրպագել։ Ինձ սովորացրու քեզ փառավորել։ Ինձ սովորացրու Տեր։ Ես հայրմերը գիտեմ։ Կարող եմ ասել, ես հայրմերը գիտեմ։ Ես լավ աղոթք անել գիտեմ։ Խոսքեր ասել գիտեմ։ Վերջ խոսքեր ասել գիտեմ։ Բայց դա Տիրոջ առաջ պաշտամունքը։ Հիսուսի ուզած պաշտամունքն է։ Այն պաշտամունքն է, որ Հիսուս ինքը ուզում է մեզանից ամեն մեկից սիրելիներ։ Մենք ամեն մեկս Սուրբ Հոգով մկրտված ազնվորություններ ենք։ Լեզուներով էլ աղոթում ենք։ Բայց ես կասեմ մի բան, որ մենք բոլորս պիտի իմանանք եւ համոզվենք։ Միշտ չի որ դու լեզուներով երբ որ աղոթում ես Սուրբ Հոգով լեցված ես։ Միշտ չի դա։ Իսկ մեկը կարող է մտածել, դա ինչպես կարող է լինի, ես լեզուներով աղոթեմ եւ Սուրբ Հոգով, այո։ Պողոս առաքյալն ասում աղոթք անեմ հոգով, աղոթք անեմ նաեւ մտքով, որ իմ միտքն էլ Տիրոջ հետ լինի։ Ոչ միայն իմ խոսքը, այլ նաեւ իմ միտքն էլ Տիրոջ հետ լինի։ Աստված սա էս պաշտամունքն է ասում, սիրելիներ։ Էս պաշտամունքն է Աստված մեզանից այսօր ամեն մեկից ուզում։ Եվ Պողոս առաքյալը լավ էր դա հասկանում, եւ Պողոս առաքյալը դա լավ գիտեր։ Ինչ է նշանակում Սուրբ Հոգով լցվել եւ Սուրբ Հոգով աղոթել։ Ինչ է նշանակում դա։ Եվ դա է Հիսուս Քրիստոսը դա է ասում այսօր մեզանից ամեն մեկից։ Ինձ հոգով պաշտեք, ինձ հոգով երկրպագեք, իմ անունը փառավորեք եւ իմ անունը մեծարեք, որովհետեւ ես արժանի եմ դրան։ Եթե ոչ, քարերը կհաղաքեն։ Նրանք միշտ քեզանից առաջ քարերը կհաղաքեն եւ քարերը կփառավորեն Տիրոջը եւ կմեծարեն։ Սա շատ կարեւոր է, որպեսզի այսօր մենք ամեն մեկս հասկանանք, սիրելիներ։ Այսօր էլ ես ուզում եմ, որ սովորեմ Տիրոջից, առնեմ Տիրոջից, եւ ինչ որ սովորում եմ եւ ինչ որ առնում եմ, ես տարիս եմ Տիրոջը, բայց մի ակնկալիքով, դրանով ես չեմ բավարարվում, դրանով ես չեմ բավարարվում, մտածելով, որ հենց դա է, դրանով վերջանում է, չէ, դա չի եւ դրանով չի վերջանում։ Ինչ էր ուզում եղից են եղից։
Նա տեսնում էր այդ հրաշները, տեսնում էր այդ ամեն գործերը, որ Եղիան ինչ է անում, երկինքն է գոցում, փագում, կրակա իջեցնում, ինչ չի անում Եղիան, ինչ չի անում, բայց արի ու տես, Եղիսեի նախանձավորությունը մտածում ես, դու որտեղից գիտես Եղիսե, որ այդ օրհնության կրկնապատիկը կա, որտեղից գիտես, նա մի բան է մտածում, որ սրանով չի սահմանափակում Աստված իր գործը, սրանով չի սահմանափակվում, ոնց երկինքը 3 տարի 6 ամիս անձրև չի գալի, երկրի վրա կրակա իջեցնում, գետն է ճեղքում անցնում, դրանից ավելի ինչ ես ուզում, դրանից ավելին կա և նրա օրհնությունները և նրա զորությունները չի պակասում, երբեք չի պակասում։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը ինքն էր ասում. Ես գնալու եմ երկինք, և երկնքից ուղարկելու եմ Սուրբ Հոգին, նա գալու է ձեր մեջ բնակվի, և նա աղաղակելու է Աբա Հայր, և նա ձեզ սովորացնելու է ինձ պաշտել, ինձ երկրպագել, ինձ փառավորել։ Դա է ասում Հիսուսը, դա է ասում մեր Տերը, ինձ հոգով եք պաշտելու, հոգով եք երկրպագելու։ Օ, ես այդ պաշտամունքը հավանում եմ, և ես գալիս եմ իրանց մեջ, և ցույց եմ տալի իմ գործը, իմ օրհնությունը, իմ ողորմությունը։ Մի զարմանալի բան ասեց Հիսուսը Պետրոսին, դա չէր հասկանում։ Գիտես Պետրոս, դուք ճիշտ եք ասում, որ ես վարդապետ եմ և Տեր եմ, ճիշտ եք դիմում, ես վարդապետս և Տերս, գիտես ինչ ցանկություն ունեմ իմ մեջ, ինձ փափակ ունեմ իմ մեջ, ես ուզում եմ, որ Պետրոս դու ինձանից ավելին անես, զարմանալի բան է, չէ սիրելիներ, ուզում եմ ավելին դու անես, և որ քո մեջ ցանկություն առաջանում, որ օրհնես քո քրոջը, քո եղբորը, քո մոտիկին, լավ իմացի, այդ որ դու իրագործում ես, այդ ցանկությունը, նա քեզ է դառնում, դու ավելի ես լցում, դու ավելի ես ուրացնում, սա Տիրոջ գաղտնիքն է։ Եղիան ասեց Եղիսեին, դժվար բան խնդրեցիր, մենք դժվար բան չենք խնդրում Տիրոջից, նա ունի, նա տալիս է։ Պետրոսի մտքովը չանցավ, ու ասեր, ինձ գտաս այն բաները, որ դու չես արել ես անեմ։ Պետրոսի մտքովը չանցավ, բայց Տերը ասում էր Պետրոս, ես քեզ տալու եմ։ Հիսուսի շուքի տակ ով բժշկվեց։ Կարող եք իմանանք, որ ով բժշկվեց Հիսուսի շուքի տակ։ Բայց Պետրոսի շուքի տակ բժշկվեցի։ Դա ինչ էր ասում։ Դա մի բան ասում, որ ինչ որ Տերն ասեց Պետրոսին, դա կենդանի խոսք է։ Ինձանից ավելին ես անելու։ Բայց ավելին անելով դու չես փառավորվելու, ես եմ փառավորվելու, որտեղ դա իմ հոգուց է։ Դա Սուրբ հոգուց է։ Դա քո գործերից չի։ Դա քո լավ աղոթքից չի։ Խնդրանքից չի։ Դա իմ հոգու ներգործությունից է։ Թող Աստված փառավորվի եւ Աստված մեծարվի։ Կանգնենք Տիրոջ առաջ եւ խնդրենք Տիրոջը։ Ասենք Հիսուսին, Տեր ուզում ենք քեզ պաշտենք։ Տեր ուզում ենք քեզ երկրպագենք, Տեր ուզում ենք քեզ ծառայենք, խոնարհվենք եւ հնազանդվենք, ու այդ ժամանակ գա քո փառքը, գա քո շնորհքը եւ մեզ բոլորիս կապսվի։ Ինչպես Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսը, ստեղ լավ է, Հիսուս, ստեղ լավ է, մնանք ստեղ։ Պետրոս մոռացել ես, կնիկ ունես, երեխա ունես։ Ոնց թե ստեղ մնանք, լավ է, որովհետև Աստված ընդեղ է,
Լավ է, որովհետև Աստված ընդեղ օրհնում է, Աստված ընդեղ լցնում է, Աստված ընդեղ զորացնում է։ Մենք պիտի խոստովանվենք, եղել է աղոթք, որ եղբայրը աղոթք արել, երկարացրել է, իսկ մենք թանդրության մեջ քնած ասում ենք, երբ պիտի վերջանա այս աղոթքը։ Երբ պիտի վերջանա։ Քո համար արդեն վերջացած է, դու կարող ես գնալ։ Իսկ նրա համար չի վերջացել։ Նրա համար նոր օրհնություններ պիտի գան եւ նրա համար պիտի նոր լցնեն։ Մի բա եղավ, որ Պետրոսը չէր կարող ասել Հիսուս, ստեղ լավ է։ Եկավ 3 անգամ ասեց. Արթնացիր, Պետրոս, արթնացիր։ Արթնացիր, Պետրոս։ Նա չէր ասում ստեղ լավ է։ Իմ եւ քո կյանքի մեջ գալիս են այդ օրերը։ Մենք պիտի խոստովանենք Տիրոջ։ Վախտալում ասում եմ Տեր ստեղ լավ է։ Վախտալում Տերն ասում է Հրանտ։ Բա ասում էր ստեղ լավ է։ Ստեղ լավ չի։ Այո, ստեղ լավ չի։ Որովհետև ես քո հետ կապ չունեմ։ Խոստովանենք Տիրոջը։ Ասենք Հիսուս Քրիստոսին եւ նա կփոխի մեզ։ Նա կփոխի մեզ, սիրելիներ։ Նա այսօր էլ խոսեց մեզ հետ իր Սուրբ Հոգով եւ հասկացրեց։ Ես այս պաշտամունքն եմ ուզում։ Տեր օրհնիր մեզ։